Մենք վերականգնեցինք արդարությունը։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը, պարոն Ալիևին։ Հայաստանի անունից շնորհակալություն հայտնում ինչի համար։ Ասում եմ, որ դուք բերեցիք խաղաղություն։ Եվ դա նպատակը մեկն է եղել, գիտեք, հիմա արդեն տեսանելի է, նպատակը միայն խաղաղությունն է եղել։ Թվարկի խաղաղության համար ինչ արեց 3833 քանի հոգի դուք մարդ եք ասում, ձեր ասածով լինի, այդքան երեխու սպանեց, այդքան մարդու վիրավորեց, Արցախը հայաթափեց, Միջանցքը վերցրեց ձեզանից, ինքը հետ անեց հանուն խաղաղության համար, իսկ մենք հանուն ինչի համար էինք անում։ Ընդամենը այսօր կամ երեկ է պարոն Ալիևը իր մեկնաբանություններից մեկում ասում էր, որ մենք պետք է սովորենք խաղաղությամբ ապրել։ Սաղ ինչ պատերազմը սկսվել է, ինչ մտնում էր մեր տարածք Ալիևը, դուք ասում եք ինչ անեն չանեն Ալիևը, մենք դրան երևս չենք անում, մենք եթում ենք խաղաղության։ Արդեն տեսեք Երևանում մարդիկ գնում են ադրբեջանական վարելիք եւ մեքենաներ են վարում։ Դուք ես նստար մտածեցիր ինչ կարաս խոսած խաղաղության համար ու գտար որ դու կարայր 20% էժան բենզին առնես ու դու էդի օրինակ իրան բերեցիր խաղաղություն։ Ով կմտածեր մենք 20% բենզին կառնենք։ Ուրեմն այդքան արժեր քո Արցախը, քո հայրենիքի այդքան մասեր, այդքան արժես դու արա։ Նստավ մտածեց ինչ կարա ասի, ինչ օրինակ բերի շնորհակալություն համար, դե բենզինը էժան ենք բերել։ Մի հատ է ծորենի համար է ասեիր, կոմբիկերի համար ասեիր։ Մի հատ դուխի Ալիևին չես ասում, Ալիև, այսքան բան մենք քեզ տվեցինք, դուխի մեջ շնորհակալություն չես ասում։ Երազեիր Արցախը վերցնել կամ Միջանց վերցնել կամ ամեն ինչ։ Հիմա էներգիա բանն եք ուզում, հեծն եք ուզում տակ, մանրից արդեն գազ, բան, ասենց ամեն ինչ տակ, լրիվ sense մտնեք իրա տակ։ Ոնց ուզում են ռուբիլնիկն անջատի, չանջատի, ատոմակայանն այնքան ուզում անջատի։ Պրոստը դու քիչ եք անում այս ամեն ինչ, այլ ողորմելի դրա համար ասա մի հատ խի շնորհակալություն չես հայտնում։ Թե 20% այդ ամեն ինչն արժեր, արա։ Մալիևը պետք է գնար դատվեր իր հանցագործությունների համար, բայց մենք Հայաստանի պետություն իրան շնորհակալություն ասում, ախպեր ջան, աբսուրդնի վիճակ արա։ Աբսուրդնի վիճակ շնորհակալություն հայտնենք ինչի համար։ Մի հատ էլ Էրդոգանից տենք շնորհակալություն հայտնենք, իրանք խաղաղություն բերեցին։ Նայեք ինչ լավ խաղաղություն է հիմա Արցախում։ Խաղաղություն հայ չի մնացել։ Խաղաղություն է։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը 2018-ից 23 թիվը։ Спасибо Վլադիմիր Վլադիմիրովիչ 2023-ից հետո Спасибо Իլխամ Գեյդարովիչ и Ռեջեփ Ախմեդովիչ։ Այսինքն փոխվում է տերերը։ Դու պրոստը թուրքի լամուկն ես, դու թուրքի ագենտն ես։